Հայաստանի ներքաղաքական այս լարվածությունը Իրան-Իսրայել պատերազմը, ագարակի անցակետի կուտակումն ու իհարկե Փաշինյանի անակնկալ այցը Թուրքիա։ Այս հարցերն այսօր տաղավարում քննարկելու եմ Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Պարոն Մելիքյան, Հայաստանի ներքաղաքական դաշտում այժմ մեղմ ասած քաոս է տիրում, դրան գումարվում է հարևան սահմանին Իրանում տեղի ունեցող պատերազմը, ինչ հետևանքով այնտեղից մեծ արտագաղթ կա եւ վերջապես հենց այս ֆոնին Փաշինյանի այցը Թուրքիա, Ստամբուլ, որտեղ արդեն լինելու է նաեւ Ալիևը, դրա մասին այսօր ցերեկը հայտարարեցին։ Սկսելով ներքաղաքական կյանքից, հոգևորականների ու եկեղեցու հանդեպ այսպես կոչված հարձակում, Փաշինյանը ինչ խնդիր է փորձում սրանով լուծել եւ արդյոք փորձում է նաեւ ստվերել Թուրքիա կատարվելիք այցը։ Եվ նախ սկսենք նրանից, որ այս արշավը նորություն չէ եւ 2018 թվականից է դեռ սկսվել եկեղեցու դեմ եւ վեհապար հայրապետի դեմ, այն ժամանակ երևի թե որոշակի վերապահումներ կար եւ վախ կար, որ միանգամից հարձակումը չի կարող ընկալվել լայն հասարակության կողմից դրական ձևով։ Փորձերը արվեցին մի քանի դրվագներով եւ մի քանի տարբերակներով եւ բնականաբար չարժանացան ընդհանուր հավանությանը, այսինքն բացի այդ մի բուռ մարկանցից, որոնց անուն ազգանուններով էլ գիտենք, ինչ են ներկայացնում, ում են ներկայացնում եւ ինչով են զբաղված ընդհանրապես, բացի իրենցից այսպես մեծ լայն այսպես զանգվածային ընդվզում չեղավ, դրա համար ես կարծում եմ, որ վարչախումբը որոշեց որոշակի time out վերցնի այս հարցով եւ պահի դա ավելի լավ ժամանակների համար, չնայած մտքում միանշանակ ունենալով այդ գաղափարը, որովհետև սա տեղավորվում է ընդհանուր իրենց գաղափարախոսության մեջ, հայի ինքնությունը փոխելու կամ ընդհանրապես վերավորակավորելու կամ հեռացնելու այն ամեն ինչը, ջնջելու մաքրելու այն ամեն ինչը, ինչին մենք գիտենք, ինչը որ սովորել ենք, ինչով որ դաստիարակվել ենք, ինչով որ մեզ սնել են, ապրեցրել են, մեծացրել են, կայացրել են, եւ մենք շատ հստակ պատկերացնում ենք, թե ուր ենք գնում, ինչպես ենք քայլում։ Հիմա եկել են երկու հոգի եւ փորձում են այդ ամբողջը գլխի վայր, բերանքսնի վայր շուռ տալ, արել են շատ զզվելի բաներ, հիմա եկել հասել են ամենակարևորին, որը ուղղակիորեն մեր ինքնության հետ է առնչվում, ուղղակի մեզ է առնչվում, եւ այստեղ բնավ խնդիրը միայն վեհապար հայրապետի մեջ չի կամ հոգեվորականների մեջ չի, այլ խոսքը գնում է արդեն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու մասին, որը ինստիտուտ է դարերի, դարերից եկող, կայուն մնացած, անկախ անկայուն ժամանակների, անկախ տառապանքների, տանջանքների, տարբեր տեղափոխումների նստավայրերը, առաջնորդանիստները ինչպես են եղել, բայց այնուամենայնիվ եկեղեցին մնացել է կանգուն, կատարել է նաև պետության դեր ժամանակ առ ժամանակ, պատմական տարբեր դրվագներով եթե վերցնենք եւ մնացել է զորեղ։ Հիմա այս զորեղը պիտի փշրվի, պարզ պատճառով, որովհետեւ ընդդիմանում են Փաշինյանին։ Ոչ միայն դա, միայն ընդդիմությունը չէ, մենք երբ որ նայում ենք ընդհանրապես քայլերին վարչախմբի եւ նրա ղեկավարի, թե ինչ սինխրոնիզացված է գնում այդ ամեն ինչը Բաքվի եւ Անկարայի հետ, պատկերը շատ պարզ է դառնում։ Ես առիթով ասել եմ, որ այստեղ փակ քարտերով խաղ չկա եւ փակ սենյակներ չկան այլևս։ Ամեն ինչը շատ բաց է, ամեն ինչը շատ թափանցիկ է, եթե կուզեք այդպես հնչի, բայց թափանցիկությունը նույն ժողովրդարության հետ բացարձակապես կապ չունի, որ բերել են այդ երկուսը կապել են, հա, ընդհակառակը պայմանավորվածությունները վարակույրների ետևում կան եւ սա որպես ակտոր այդ ամեն ինչի կամ ընտրված դերակատար ինքը անում է այն, ինչ իրեն թելադրված է, անում է այն, ինչ իրեն վերևից հրահանգ է իջեցված իր, եթե կուզեք, տերերի կողմից, եթե կուզեք նույն Բաքվի կողմից, նույն Անկարայի կողմից։ Այսինքն որ իր տերերը Բաքվից են։ Ամեն տեղից են, ես էլի կկրկնեմ դա, որ սինխրոնիզացված, եթե դուք վերցրեք, տեսնեք այն հայտարարությունները, ինչ որ հնչում են Բաքվից։
հետո դա ինչպես է դա վերցվում վարչախմբի ղեկավարի կողմից, ինչպիսի հրահանգներ են իջեցվում նույն ԿՊ-ական խոսող գլուխներին եւ ինչին հաջորդում։ Սա որ վերցնեք, ամեն ինչը տեղավորվում է իմ ասած տրամաբանության մեջ։ Պարզ պատճառով թող հերքեն, չեն հերքել այսօր եւ չեն էլ կարող հերքել, որովհետեւ հերքելու որևէ բան չկա։ Կան լատենտ դերակատարներ, որոնք կարող է տրամաբանությամբ տեսնել, թե սլաքները ուր են գնում եւ ինչ շահերի բախման արդյունքում է այս ամեն ինչը գոյանում մեր տարածաշրջանում, որտեղ իդեպ Հայաստանը կարող էր ունենալ աշխարհաքաղաքական շատ լուրջ դերակատարում, որքան էլ դա տարօրինակ չհնչի, բայց այնուամենայնիվ մեր աշխարհագրական դիրքը մեզ պարտադրում է ոչ թե միշտ լինել թույլի կարգավիճակով, այլ ընդհակառակը ունենալ բավականին ուժեղ դիրք եւ ճիշտ ու հաշվարկված դիվանագիտական աշխատանքի արդյունքում քաղել շատ ու շատ դիվիդենտներ, նույնիսկ այս ճգնաժամային պայմաններում, ինչը մենք այսօր տեսնում ենք Իրանա-իսրայելյան ճակատում։ Պարոն Մելիքյան, ներքաղաքական հարցերը ամփոփելով եւ նաեւ տեսնում ենք Սամվել Կարապետյանի հանդեպ, Կարապետյանների ընտանիքի հանդեպ ինչ է կատարվում։ 2019-ին Արցախի վերածննդի հրապարակում Փաշինյանը մեկ առ մեկ թվարկում էր այն բոլոր բարերարների եւ բարեգործների անունները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում որևէ լում են ներդրել, խոսում էր նրանց արածների մասին, ծափահարություններ էր հնչեցնում։ Ինչ պատահեց, որ 2019-ից հետո, այսինքն 6 տարվա ընթացքում փոխեց կարծիքը Սամվել Կարապետյանի մասին, փորձում են նրանից այսօր խլել հեծը եւ փորձում են նրա հանդեպ քրեական գործ հարուցել, ինչը թե պաշտպանում է հոգեվորականներին։ Սա լիարժեք տեղավորվում է հենց իր կերպարի մեջ, սա պետք է մեսիջ լինի, հերթական մեսիջը լինի։ Հիմա այս պարագայում մենք ունենք բավականին խոշոր եւ հայտնի գործարարի պատմություն, հա, բայց այդ թվում նաեւ լրջագույն բարերարի պատմություն, որի բարեգործությունը նույն Արցախից տեղահանվածների հետ կապված, նաև երբ որ կար Արցախը, ինչպիսի ակտիվ գործունեություն է Սամվել Կարապետյանը նաև Արցախում ծավալում եւ նաև հայրենիքում Հայաստանում ծավալում, սա մեսիջ է գործարարներին։ Առաջին հերթին, որ եւ ընդհանրապես բոլոր շրջանակներին, որ տեսեք, ես այն մարդն էլ շատ այսպես տմարդն եմ, ով կարող է եւ ունի հնարավորություն բնականաբար իր պատկերացումներով ցանկացած պահի, ցանկացած վարքյանի, եթե դա ուղղակիորեն հակոտնյա է իր իշխանության մնալուն կամ ինչ որ վտանգներ կամ սպառնալիքներ կտեսնի, ինքը այսպես ժողովրդի ասած փուրն է տալու միանշանակ։ Անկախ նրանից միասին նստել են, հաց են կիսել, ողջագուրվել են, տարբեր պրոյեկտներ են քննարկել, հա, երբ որ Սամվել Կարապետյանը պետք էր, տենց տեսել ենք էլի, ոնց է գնացել, ոնց է ձեռքերը համբուրել խոնարհաբար, ոնց է փորձել այդ ձեր ժպիտներով, այդ ձեր մոտեցումներով, խնդրանքներով երևի թե որ սա պիտի կարգավորվի, նա պիտի կարգավորվի եւ բայց սա ընդհանուր առմամբ առաջին հերթին բնականաբար գալիս է Սամվել Կարապետյանի քաղաքացիությունից, երևի թե դրանից սկսեմ կամ այն location-ից, այնտեղից, որտեղ Սամվել Կարապետյանը բնակվում է, արարում է, չեն, հիմա ասում են դուք այդ ասածներին ոնց կարող եք այս ամեն ինչից հետո հավատալ։ Ես միշտ ասել եմ, որ այսուհետև ինչ որ իրենք ասում են, մենք պետք է փորձենք հասկանալ դրա 180 աստիճան հակառակը։ Բնականաբար սա նաև հարված է որոշակիորեն Մոսկվային, մեր ռազմավարական գործընկերոջը, այո, իրենք վերահաստատեցին կարծես թե մայիսիինյան այդ օրերին եւ դրանից էլ հետո երկու այցելությունների ժամանակ Լավրովի եւ Մատվիենկոյի, որ կարծես թե մեր ռազմավարական հարաբերությունները շարունակվելու են, պահպանվելու են, որևէ միտումներ չկան ռուսական ներկայությանը անհանգստացնելու Հայաստանում եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ լապշաները կպահեք ձեզ համար, եթե ձեզ թվում է, որ դա էլ հալած յուղի տեղ համապատասխան տեղերում ընդունվում են, բացարձակապես այդպիսի բան չկա եւ գիտեք ինչ որ X պահի գալիս է, որ այն անգլերեն լավ մի խոսք կա, enough is enough, բավական է եւ արդեն դու զզվացրել ես,
որովհետև 1-2-10 ինչ որտեղ միգուցե կարելի է հասկանալ, որ այդ սահմանները դու ուղղակիորեն անցնում ես։ Նաև տիրություն չես անում քո լեզվին եւ քո բարբաջանքներին, քո նախադասություններին, հա։ Չնայած սովոր ենք այդ նախադասությունները 5 տակ կարող են փոխվել, գոյականը կարող է գալ, չգիտեմ, բայից հետո եւ այլն, այսինքն մի հատ ընդհանուր շիլափլավ կարող է դառնալ, հետո փորձել շատ երկար խոսել համոզելու, որ ես դա ի նկատի չունեի, ես սա ի նկատի ունեի, հետո կսկսենք մոռանալ, ինչ-որ ամնեզիայի բաներ, դրվագներ են սկսում, որ ես երբ եմ այդպիսի բան ասել, ես այդպես չեմ ասել, այսինքն չեմ ուզում ընդհանրապես անդրադառնալ եւ մեկնաբանություն, որովհետեւ ամեն ինչ շատ ու շատ պարզ է, բայց սա կլիներ, երբ որ դա այդ խոսքերը արտաբերեր, ասենք, շարքային բլոգեր օրինակի համար, որին համարյա էլ ոչ ոք չի լսում, հասկանում, բայց երբ որ այդ ամեն ինչը արտաբերվում է պետության ղեկավարի առաջնորդի կողմից եւ ինքն էլ ներկայացնում է այս երկիրը, ներկայացնում է հայ ժողովրդին, սա ուղղակի հղի է իսկապես շատ անկանխատեսելի վտանգներով, որտեղ պետության ղեկավարը վերջի վերջո պիտի մնա այդ դիրքերի վրա, իր բարձրության վրա եւ այդ մակարդակը, որ ինքը փորձում է ցույց տալ, այդ փողոցային խուլիգանի խոսքեր արտաբերելով, այդ անհասկանալի արտահայտությունները, այդ ոտնձգությունները, այդ հարցակումները, այդ ում եք թիրախավորել, էլի հիմա ում եք եկել թիրախավորել։ Այսինքն անձնավորվածից անցնելով ինստիտուտին, ինստիտուտից նորից գալով անձերին, այդ բանը կարող է անել մի մարդ, որ ինքը ոնց ասեմ, ռուսերեն լավ հնչող կա, այդ բիզուպրեչնի է, էլի հասկանում եք, իրան ոչ մի բանով չես կարող հարվածել, ինքը մաքրամաքուր է եւ կա անաղարտ այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Բայց մենք տեղյակ ենք, չէ՞, այդ գործունեությանը եւ այդ կերպարին, ինչերա արել եւ ինչի է ունակ եւ ընդունակ ինքը։ Բնականաբար նման արտահայտություններով ուղղակի խայտարակելու է մեր ժողովրդին եւ շարունակում է խայտարակել։ Դուք խոսում եք հիմա վտանգների մասին, որոնք որ կան մեր ներքաղաքական կյանքում, բայց չմոռանալով արտաքին ազդակներ եւ արտաքին իրական շատ ավելի մեծ վտանգները։ Իրան-Իսրայել պատերազմը տեղի ունենում հենց մեր քթի տակ, Թավրիզում տեսել եք ինչքան ռումբեր են նետվում, մենք ունենք այս պահին մեծ արտագաղթ Իրանից, այսինքն ներգաղթ ունենք Իրանից դեպի Հայաստան, չգիտենք նրանց ոնց ենք տեղավորելու, նրանք ինչքան են մնալու մեր երկրում, եւ այս ֆոնին էլ Փաշինյանը այս ներքաղաքական կոլապսի մեջ պատրաստվում է 2 օրից ամսի 20-ին մեկնել Ստամբուլ, որտեղ լինելու է Ալիևը եւ որը խոսում է կրկին այսօր խոսել է Հայաստան վերադարձի մասին, վերադարձ, որտեղ նրանք ուղղակիորեն ապրել են։ Այս խնդիրները ինչու է ստվերվում եւ Փաշինյանը ինչ է փորձում սրանով լուծել։ Արդյոք Ստամբուլում սպասենք շատ մեծ մի իրադարձություն։ Տեսեք, մի փոքրիկ ուղղակի նկատառում անեմ եւ անցնեմ ձեր հարցի պատասխանին, առաջի գիշերը եւ հաջորդ առավոտ, վաղ առավոտյան, երբ որ սկսվեց իսրայելա-իրանական պատերազմը, եկեք մի հատ վերհիշենք ինչով էր զբաղված վարչախմբի ղեկավարը այդ օրը։ Աղվերանում ինչ-որ հազարորդական նշանակության հերթական սեմինարներ, ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր էր, թե չգիտեմ ինչ էր։ Սա խոսում է շատ մեղմ եմ արտահայտվելու ղեկավարի անլրջության, անմակարդակության եւ ընդհանրապես տգիտության մասին։ Հասկանում եք, երբ որ պիտի հայտարարվեր համար 1, այսպես ասենք, ահազանգ եւ պետական ապարատը ինքնին պիտի հայտնվեր այդ կարգավիճակում, այսինքն օպերատիվ իրավիճակ պետք է հայտարարվեր, ստեղծվեր համապատասխան հանձնախումբը կամ հանձնաժողովը, որը սկսեր օպերատիվ 24/7 ռեժիմով աշխատել։ Այո, հիմա քայլեր են արվում 2 մասով, մեկը ստվերելու եւ փորձելու չհնչեցնել դրա մասին, եթե հիշում եք, շատ հանկարծակի ինչ որ աղբյուրից միանգամից այսպես բացվեց Անկարա մեկնումը, որի մասին բառ կամ տառ անգամ չէր հնչել կառավարական, այսպես կոչված շրջանակներից կամ համապատասխան մարմիններից։ Ես կարծում եմ, այս պայմանավորվածությունները շատ ավելի վաղ են եղել, քան բնականաբար պատերազմը սկսել է։ Պատերազմը ինքը որոշակիորեն այդ process-ի համար trigger է հանդիսացել եւ իր պատկերացմամբ ինքը հիմա գնում է վաբանկ։
վաբանք, որովհետև այսօր արդեն հայտարարում է շատ հակառուսական այսպես արտահայտություններ, այսինքն ցույց է տալիս վերջապես այն ինչ որ ինքը մտածում է, ոչ թե այն ինչ որ ինքը փորձում է բարձրաձայնել, կլինի դա հիբրիդային պատերազմի հետ կապված, կլինի դա ռուսական գործոնի հետ կապված, այստեղ 5-րդ շարասյունները նորից արթնացել են սրանց մթագնած ուղեղներում եւ փաստ նաեւ Սամվել Կարապետյանի նկատմամբ կատարված այդ անբարո ես կասեի եւ անօրինական գործողությունը, բայց քանի որ մենք արդեն շատ վաղուց սովոր ենք այդ անբարոյականության քայլերին եւ գործունեություններին եւ նմանատիպ գործողություններին, սա այդքան մեծ զարմանք չէր հարուցում։ Սա այո որոշակիորեն փորձում է ստվերել իր Ստամբուլ մեկնումը։ Ինչ պիտի լինի Ստամբուլում կլինի այն, ինչ որ կցանկանան Էրդողանը եւ Ալիևը։ Սա միանշանակ է։ Բացառապես Էրդողանը եւ Ալիևը, Նիկոլը նույնպես ունի ցանկություն, բայց դա այն գինն է լինելու, որ ինքը պիտի վճարի։ Իր գինը մեկն է իշխանության մնալ կամ իրեն պահել իշխանության։ Սա միանշանակ է, այստեղ երկրորդ ուրիշ որևէ կարծիք չկա։ Դրա համար ինքը պիտի փորձի կորզել ինչ-որ մի բան, որը հետագայում պիտի փորձի ծախել ժողովրդի վրա եւ ինչու ոչ նաեւ այդ կմտնի հերթական այդ կրթությունը նորաձև է աղանդավորական շարժման քարոզչական մեքենայի մեջ եւ նախընտրական որպես քարոզչական հետաքրքիր թուղթ ինքը փորձելի է այսպես մասաների վրա զանգվածային ձևով վաճառել չի ստացվելու, որովհետև նորից եմ կրկնում մասնագիտական հանրույթ գոյություն ունի, որոնք անընդհատ ահազանգելու են, բարձրաձայնելու են, խոսելու են եւ ասել, որ այս ամեն ինչը տեղ չի հասնում եւ մարդիկ չեն հասկանում ինչ վտանգի ու ինչ սպառնալիքի առջեւ են կանգնած, դա այդպես չի, ես համաձայն չեմ դրա հետ, որովհետև գնալով շատ ավելի շատ լայն շրջանակներ են սկսում գիտակցել վերջապես այն սուտն ու կեղծիքը, ինչի շնորհիվ իրենք շարունակում են դեռևս կառավարել։ Արդեն ինքն էլ ասեց, հիմիկվանից արդեն պատրաստել է, որ հայտարարություն կընդունվի, չի ասում փաստաթուղթ կստորագրի, որովհետև փաստաթուղթ մի քիչ տրամաբանությունից դուրս է, իսկ ինչի պիտի ստորագրվի, եթե ինքը դեռ չի արել այն, ինչ որ պետքա Բաքվին եւ ինչ որ պետքա Անկարային։ Այո, տվել է խոստումներ, չի իրականացնել, նրանց էլ է խաբել, այսինքն ինչ որ X պահի նրանք էլ են հասկանալու, որ իրանց էլ փորձում է, ոնց ասենք, այդպես կներեք արտահայտությանս գցել, բայց ինքն է գծվելու շատ པարզ, որովհետև նմանատիպ քայլերը մեծ քաղաքականության մեջ չեն ներվում։ Ինքը շատ փոքր մարդ է ընդհանուր այդ մեծ քաղաքականության մեջ եւ չգիտի ընդհանրապես ինչ բան է նաեւ այդ մեծ քաղաքականությունը։ Ես չեմ կարծում, որ լինելու է դեկլարատիվ բնույթի հայտարարություն, այնտեղ կլինեն թաքնված, վստահ եմ, արտահայտություններ, թաքնված դարձվածներ, որոնք պետքա շատ ուշադիր ընթերցել եւ հասկանալ սրա շարունակությունը ինչ է։ Հիմա եթե կա մանիպուլյացիա եւ այնուամենայնիվ ինչ որ փաստաթուղթ պիտի ստորագրվի, ես նորից չեմ կարծում, որ դա լինելու է այն վերջնական կապիտուլյացիա 2-ը, ինչը որ ինքը կոչում է խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր, միևնույնն է բառերի տեղերը փոխելուց, գումարների տեղերը փոխելուց գումարը որևէ ձևով չի փոխվում։ Այն շատ վտանգավոր իրավիճակ ենք մենք մտնում եւ այս ամեն ինչը կազմակերպված է հենց դրա համար, լինի դա եկեղեցու դեմ ուղված այս մեծ զզվելի ու գարշելի արշավը Սամվել Կարապետյանի հետ կապված, որը փորձեցի նաև մեկնաբանել, բայց այս ամեն ինչը բնականաբար նորից հերթական անգամ շեղելն է հասարակությանը այն հիմնականից, այն ամենակարևորից, որը կարող է եւ սպասվի Ստամբուլում, բայց Ստամբուլը կարող է նաև լինել ծուղակ, այնուամենայնիվ Եվ այս իրավիճակում նաև ինչու ոչ ինքը մտածում է, որ գնում է այնտեղ որոշակի զինանոցով։ Զինանոցը այդ հաճոյանալու, իրենց դուրը գալու, երկու պարագայում էլ ինքը սա պիտի դնի սեղանին, տեսեք ինչ եմ անում եկեղեցու հետ, եւ տեսեք ինչ եմ անում Սամվել Կարապետյանի հետ, եկեք վերջի չմոռանանք նաև, որ Սամվել Կարապետյան անուն ազգանունը հնչեցվել է նաև նույն Ալիևի շուրթերից ժամանակին իր փոխկապակցվածությունը կամ իր բարեգործությունը Արցախին նկատի ունենալով։ Այսինքն
էլի մեկ ապացույց, թե ինչքան սինխրոնիզացված աշխատանք կա այս վարչախմբի եւ Բաքվի, նաեւ Անկարայի հետ։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրս դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանն է։